հագուստը տնեցիկ են այսպես ասած բերում և հիգիենայի պարագաները նույնպես։ Արդյոք չեք կարծում, որ մի շատ հրաշալի բիզնես է բանդը, որտեղ մարդկանց շատ վատ պայմաններում պահելով շատ մեծ գումարներ կարելի աշխատել։ Ես իսկապես չեմ հասկանում ուր են այս գումարները և դուք արդյոք կարող եք պայքարել այսպիսի երևույթների դեմ։ Մի անգամ խոսքում նշեցի, որ քրեակատարողական հիմնարկների փիլիսոփայությունը։ Իսկ այդ փիլիսոփայությունը իր մեջ է ձեր բոլոր նշածների փոփոխությունը։ Ես ավելի կարող եմ ասել, այդ գումարները ծախսելով քիչ շատ ավելանել կանադական, չծախսելով կամ ծախսելով մենք այսօր նաև հանցագործ ենք արտադրում։ Ես նախարարը չպիտի նման խոսքեր ասի, բայց ես վստահում եմ, որ 3-5 տարի քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը, որը չունի զբաղվածություն, առաջին հերթին, չունենք դրանից հետո հասարակության ինտեգրման համակարգեր, դուրս է գալիս, որպես կանոն փորձել է իր մասնագիտական ունակություններով ինքնպես տարի չի զբաղվել։ Ունի որոշակիորեն չասեմ քայքայված, բայց խնդիրները ընտանիքի է։ Հասարակությունը իրեն չի ընդունում, որտեղ իր վրա դրված է դրոշ նստած ելացի, աշխատանք չի գտնում, նորից հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Այսինքն սա ինձ համար ամենամեծ խնդիրն է։ Այն որ այնտեղ կան ձեր կողմից նշված ռիսկերը, ես կարող եմ մասամբ համաձայնվել, չհամաձայնվել, բայց դրանից էությունը չի կողմ։ Ես ասել եմ իմ խոսքում, երբ որ նշանակում է նախարարը, որ ես կողմնակից չեմ կարճաժամկետ և հանրությանը ցույց տալու ինչ-որ լուծումներ։ Այս տարվա բյուջեով արտադրության նախարարությունը ուներ 1 միլիարդ դրամ, որը կարող էր, իսկ թույլատրված էր ուղղել այսօր գործող քրեակատարողական հիմնարկներին և ձեր կողմից բարձրացված խնդիրները լուծել։ Այո, հիգիենայի պարագաներ, որը ցավալի է լրացվել, մնացած կենցաղային պայմաններ և այլն։ Եթե ասեմ, որ Սևան քրեակատարողական հիմնարկում, որտեղ 700 մարդ է մնում, տուալետները միայն բացօթյա են, թե ինչ չափսերի դրանց չանդրադառնանք, մեր խնդիրները լուծում են։ Բայց ես ձեռնպահ մնացի կարճաժամկետ լուծումներից, որ այդ գումարներում գամ, տարվա վերջ ասեմ, տեսեք, ես նոր նախարար էի, արդեն այսքան փոփոխություն կա։ Ես դրանով ձեռնարկեցի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմանը, որ խոսքը արմատների քրեակատարողական հիմնարկի կառուցմանը։ Եվ անցած կառավարության նիստում հաստատվեց մի ծրագիր, որտեղ նախատեսվում էր նաև այն ակնկալվող գումարները, որտեղ ես այո, միգուցե ընդամենը 2 տարի հետո, բայց ունենամ նոր տիպի քրեակատարողական հիմնարկ, առանց որի ձեր կողմից մատնանշված խնդիրների լուծմանը կարող եմ այսպես սիզոփոսյան աշխատանքով զբաղվել։ Կարող եմ մի երկ գնալ, մի երկուսին գտնել, մի երկուսին պատժել, բայց ժողովրդական խոսքը ասում է հազարավերը շատ փոշի ամիջել ճանապարհով։ Հասկանալ խնդիրները, հասկանալ արմատական լուծումները և տեսնել այնպիսի լուծումներ, որոնք պայմանավորված չեն լինի այս կամ այն նախարարի այդ պաշտոնի լինելով թե չի։ Ստեղծել այնպիսի համակարգ, որը ցանկացած նախարար գալուց հետո չի կարողանա փոխել։ Այդպիսի համակարգը այսօր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը, որը հաջողվեց, որը մի փոքր թերություններով բայց աշխատում է, որտեղ եթե նախարարը ցանկանա ամենամեծ ցանկության որևէ մեկին մերժել, չի կարող, որտեղ այդ նախարարը չի տեսնում թե այնտեղ ինչ է կատարվում։ Այսինքն նման հեռահար արմատական լուծումների կողմնակից եմ և ասել, որ այսօր բոլոր լուծումները կամ իմ գրպանում դեռ չկան։ Ինքս որոնումների շրջանակում եմ, ինքս փորձում եմ և փորձագետների լսել, և մեր տեղում ծառայություն իրականացնողներին լսել և տեսնել թե եկեք միասին այցելենք քրեակատարողական հիմնարկ, լրագրողներով, անպայման։ Ցույց տանք այդ ճանապարհը։ Այդ ճանապարհը եթե գիտեք իմանալ չհայտնելու համար կարող եմ։